Ընտրապայքարը շարունակվում են նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական հանդիպումները հանրապետության մեծ ու փոքր բնակավայրերում։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանգրվանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքն է։ Հայաստանն այսօր կանգնած է լուրջ փորձությունների առջև։ Խնդիրները բազմաթիվ են ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Զբաղվածության եւ սոցիալական արդարության հիմնահարցեր, տնտեսության եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացում, յուղի վերածնունդ, շրջակա միջավայրի պահպանում, որակյալ կրթություն եւ ոչ միայն ԲՀԿ-ն վճռական է լրջագույն բարեփոխումներ իրականացնել մեր երկրի բոլոր բնակավարներում։ Բոլորն էլ շատ գեղեցիկ խոստումներ են տալի, որ ապագան փայլուն է լինելու վաղը, կոմունիզմ է լինելու, բայց այդ մարդը իրական կյանքում քարը քարին դրած կա, մարդու մատից փուշանած կա, ժողովրդի իրավիճակի մեջ մտած կա, որ այդ մարդը իր ընտանիքի երեխային ոնց է պահում։ Սիրելի ժողովուրդ, ուրեմն դուք գնում եք ընտրությունների, ձեր ձայնը տալիս եք նրան, ում հավատում եք, ում հետ հույս եք կապում։ Ես երբեք չեմ ասել, դոշ ծեծե, որ ձեր ձայնը տվեք մեզ, մենք անպայման սարեր ենք շուռ տալու։ Մենք պատրաստական ենք, սիրելի ժողովուրդ, այդ ծառայությունը իրականություն դարձնելու։ ԲՀԿ առաջնորդի ուշադրությունից չեն վրիպում նաև մարզի գյուղական բնակավայրերը։ Ընդունելությունն առավել քան անկեղծ է ու սրտաբուխ Վարդենիկ, Երանոս եւ Լճաշեն համայնքներում։ Գագիկ Ծառուկյանին անձամբ հանդիպելու բուռն ցանկությունն է, որ Երանոս գյուղի մեծ ու փոքր բնակիչներին համախմբել է դեպի գյուղ տանող ճանապարհին։ Գնահատանքի ջերմ ու անկեղծ խոսքեր, հաղթանակի բարեմաղթանքներ առաջիկա ընտրություններում։ Սիրելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, զգացված եմ, անչափ զգացված եմ, ավելի պարտավորված եմ։ Ամենակարևորը իրական կյանքում, որ մարդ իր հարաբերությունների մեջ գնահատված լինի, փոխադարձ այս հարաբերությունները կարողանա պահել պահպանել։ Անչափ զգացված եմ վերաբերմունքի համար, ուշադրության համար, կրկնակի եռակի պատրաստական եմ իմ խոսքը գործ դարձնելու, այս վստահությունը, հավատքը իրականություն դարձնելու, կյանքի կոչելու, որը բարինա թող կատարի, Աստված պահպան մեր բոլորին։ Անչափ զգացված եմ։ Մանկան սրտով, գորյուն ոգով, ամուր ամբարձ հայրենի։ ԲՀԿ-ն իր հանդեպ ունեցած հարգանքն ու համակրանքը վաստակել է քրտնաջան աշխատանքով։ Արդեն Մարտունի քաղաքում, նշում է Գագիկ Ծառուկյանը, այս տարիների ընթացքում մենք միշտ ազնիվ ու հավատարիմ ենք եղել մեր խոստումներին, սատար ենք կանգնել բոլոր այն կարիքավորներին, ովքեր զգացել են մեր աջակցությունը։ ԲՀԿ նախագահը խոստովանում է, ամենուր հանդիպող հազարավոր համակիրների վստահությունը նոր ուժ ու եռանդ է տալիս, հետևաբար նրանց հույսերն արդարացնելու պատասխանատվությունն առավել է մեծանում։ Անհնարին ոչինչ չկա։ Այս պայմաններ չի, ավելի վատ պայմանների ժողովուրդը դուրս է եկել։ Բայց կարևորը պետք է, որ մարդիկ հասկանան, գնահատեն, պատկերացնեն մարդու իրադրությունը, կարգավիճակը։ Ձեր ցավը տանեմ, ես ձեր հետ եմ։ Ինչով կարամ, ընդմիշտ օգտակար եմ լինելու, միշտ։ Ավելի շատ, այնպես որ գնում եք ընտրության, ձեր ձայնը տալիս եք նրան, ում որ դուք հավատում եք, ում հետ հույս եք կապում, ձեր սիրտը ում թելադրում է։ Մեր երկրի հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկը, այլ բարիք ստեղծող մարդը։ Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն ընդգծում է Գագիկ Ծառուկյանը։ Կուսակցության նախագահն առաջնահերթ է համարում աշխատավոր մարդու համար հավասար պայմաններ ստեղծելու խնդիրը, արտագաղթ, գործազրկություն, աղքատություն։ Միայն այս սպառնալիքները հաղթահարելով մենք կարող ենք շենացնել մեր երկիրն ու արժանապատիվ կյանք ապահովել։ Այս երկրից ես չեմ գնալու, իմ երեխաները չեն գնալու, սա մեր հայրենիքն է, ովքեր որ գնացել են կարոտը սրտներով, միևնույն է, լավ պայմանի դեպքում իրենք անմիջապես հետ են վերադառնալու, իրենք հողում ջրում հարազատների կողքին լինելու համար։ Ապագան բոլորիս մեջ է, որ բոլորն էլ կարողանան իր
չափով, իր աշխատասիրությամբ իր ընտանիքը բարեկեցիկ կյանքով պահել։ Սիրելի ժողովուրդ, ուրեմն ոչ մեկին չեք լսում, ձեր սրտի թելադրանքին եք լսում, որտեղ ոչ մի բան ոչ որոշված է, ոչ պայմանավորված է, ոչ մեկի ասածը մի լսեք։ Ձեր օգու թելադրանքը կատարեք, հավատացեք, վստահեք եւ պահանջեք։ Քաղաքակիրթ պայքար եւ ազնիվ մրցակցություն այս ռազմավարությունը որդեգրած ԲՀԿ-ն գնում է ընտրությունների այն վստահությամբ, որ դրանք անցնելու են ազատ, արդար եւ թափանցիկ պայմաններում։ Մենք թույլ չենք տալու, որ ձեր իրավունքները ոտնահարվեն, շեշտում է Գագիկ Ծառուկյանը։ Միասին դեպի հաղթանակ, միասին դեպի բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան։